Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եկել եմ այսօր բոլորիդ հրավիրելու վաղվա իմ քաղաքական մկրտությանը կնունքին, Աչափնյակ 1 հասցեում գտնվող դատարանում վաղը ժամը 14:00-ին կեսօրվա 2-ին ցանկալի է տեսնել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ ես և իմ դաշինքը Մայր Հայաստանը պայքարում է Նիկոլի դեմ, պայքարում է թուրքերի դեմ և ուզում է ունենալ վաղվա ապագա ունեցող Հայաստան, առանց Նիկոլ, առանց թուրք, ամուր սահմաններով, առանց զոհ Հայաստան, բոլոր ցանկացողներին ուրախ կլինեմ վաղը տեսնելու իմ քաղաքական մկրտությանը, այսինքն դատավարությանը, հնարավոր է, որ դա լինի հերթական կին քաղբանտարկյալի ևս մեկ ստատուս, սակայն ասեմ ամենասկզբից, ոչ մի քայլ չեմ նահանջելու, ոչ մի ասած բառից ետ չեմ կանգնելու, ես ունեմ միայն մեկ վախ Աստծոց, Քրիստոսից, որպես քրիստոնյա առաքելական եկեղեցու մկրտություն ունեցող մարդ, և ունեմ մեկ սրբություն, բացի իհարկե ինձ ծնողներից, դա հող հայրենին է, որը պաշտպանել եմ 16 տարեկանից զենքով, խոսքով, գրչով ու պաշտպանելու եմ, քանի դեռ շնչում եմ, որովհետև իմ երակներում արցախցու և սասունցու խաչ հասերված արյուն է, ես գենետիկ հայ եմ։ Հիմա անդրադառնանք հերթական մեր խնդիրներին ու շատ լուրջ։ Քաղբանտարկյալների թիվը օր-օրի շատանում են ու մոր կերպարից մոր սրբություն չունեցող Փաշիև Նիկոլը արդեն կին քաղբանտարկյալների թիվն է օր-օրի ավելացնում, Լիդիա Մանթաշյանին առանց մեղադրանքի, առանց լուրջ հիմքեր ունենալու ևս 3 ամիս երկարաձգեց կալանքը, Նիկոլ, հասկանալի է, որ կնանոցից վախենում ես, կանանցից վախենում ես, և հասկանալի է, որ Լիդիան սովորական կին չէ, եթե այսքան վախենում ես այդ 39-40-ամյա կնոջից, բայց չես մարսելու դա, բոլորիս, եթե անգամ ինձ, հաջորդին, գալու են ուրիշ Լիդիաներ, գալու են ուրիշ Սոսեներ, ու դու սա չես մարսելու, չի լինելու, մենք ենք Մայր Հայաստանը, մենք ենք ես հողի տերերը, ծնող սնողները, ու մեր զավակներին ես դու տարել կերել, կարևոր չի թե ով է այդ տղաներին ծնել, նրանք ցանկացած հայ կնոջ ժառանգ են, որովհետև եթե ես պատերազմել եմ 16 տարեկանից, որ իմ տարեկիցը ունենա ևս մեկ անգամ ավելի շատ հնարավորություն ժառանգ ծնելու, նշանակում է նա նաև իմ փոխարեն է այդ որդին լույս աշխարհ բերել, ու ես պարտավոր եմ քեզանից պահանջելու մեր եռաբլրի պատասխանը, ու Նիկոլ, դու անպայման պատասխան ես տալու, եթե անգամ պետք լինի այն աշխարից, բայց պատասխան ես տալու, Վարդան Ղուկասյանի, ընտրված Գյումրի քաղաքապետի, խոշտանգումների համար ես պատասխան տալու, Գևորգ Սրբազանին պղծելու համար, ստիպելու համար նրա անցյալը օգտագործելով, որպես կոմպրոմատ և ստիպելով, որ Կաթողիկոսի անունը պատարագին չհիշատակի, ստիպելով, որ քեզ նշխար մատուցի, թույն մատուցեր ավելի ճիշտ կաներ, գոնե երկիրը կազատվեր ևս մի քո նման տականքից, Գևորգ Սրբազանին պղծելու համար ես նաև, որը ազատության մեջ է, բայց քո գերին է փաստացի, պատասխան տալու, բանտերում խոշտանգվող մեր հայրենապաշտպանների համար ես պատասխան տալու, Բաքվի բանտերում, Երևանի բանտերում և առհասարակ բոլոր նրանց
համար ես պատասխան տալու, ինչը որ բերեցիր մեր հաղթած երկրի գլխին։ 5 դավաճաններ Քեմալական պայմանագրից Արեգ Քոչինյան չստացված կերպարի հետ միասին մեկնել են Բաքվում հաստատելու իրենց ճորտությունը Ալիևին։ Ու հաստատում են դեռ, որ ռուսական քարտեզը մեջ բերելով Ալիևը ասել է գյոլչա, ոչ մի ռուսական քարտեզում գյոլչա բառ գոյություն չունի, որովհետև այն ժամանակ, երբ եղել է ռուսական առաջի քարտեզագրումը, Ադրբեջան գոյություն չի ունեցել։ Ցարական Ռուսաստանի ժամանակ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել։ Հետևաբար չի կարող լինել Սևանը գյոյչա, Գեղամալիճը չի կարող լինել գյոյչա։ Ինչ մնում է Քոչինյան մտավոր հետամնաց այ անգրագետ ապուշ, էդ որ ասում ես Սաֆարովները հիմա կացիններ չունեն։ Սաֆարովները հիմա Ադրբեջանի ազգային հերոս են։ Սաֆարովները հիմա դրոններ ունեն, ճիշտ է, որովհետև նրանք հիմա գալու են քայլելով, գալու են դրոններով, քանի որ դուք Մայկա Տարուսիկի համար կռիվանող ապուշներ, այսօր բանակը 6 ամսով կրճատում եք, 82 միլիոն դոլարի զենք առած գերագույն գլխավոր ապուշը, որ իրեն հրամանատար է հռչակել, և ասել է, որ ինքը ամեն ինչ սկսում էր զրոյական կետից, քո զրոյական կետը Հայաստանի թուրքացումն է, Նիկոլ։ Բանակում, ուրեմն մեր ասած այդ որ կանսերվա շոու էի քանում Գրիգորյան Մանվելի վրա, այդ կանսերվա շոուները արեք ձեր պահեստներում պաշտպանության նախարար Պապիկյանի հետ միասին, որովհետև կա այն տեսագրությունները, որ դուք ուղարկում եք զինվորին, ոչ թե ապխտած միս, կանսերվա այսպես ասած, այլ ձավար խաշած, այդ վիդեոները կան, դիրքերի տեղերը հայտնի չեն ոչ մեկին, որովհետև արդեն չես հասկանում այդ դիրքապահը հայ է, թուրք է, ինչ է, բոլոր դիրքերը խառնված են իրար, տղաները դիրքերում անպաշտպան են, 6 ամիս կրճատել ես բանակը ու շատ տհասներ ասում են, ինչ եք ասում, լավ բան չի անում, 6 ամիս մեր տղաները շուտ, են մի հատ խպնված Խաչատրյան է, Խաչատրյան, ասում է, 6 ամիս շուտ են ամուսնանալու, 6 տարի հետո էլ չեն ամուսնանալու, այժմյան ջահելները, գիտեք ինչի համար, որտև ընտանիք պահել, ի վիճակի չեն, մի հատ երիտասարդներին հարցրեք, ձեր այդ թափթփուկներին չէ ձեր ժառանգներին, այլ նրանց ովքեր, որ արդար քրտնինքով են աշխատում։ Երիտասարդը չի ամուսնանում, որովհետև ընտանիք կազմելու հնարավորություն չունի, ապահովելու նրա անվտանգությունը չի կարող, ապահովելու նրա կենցաղը չի կարող, ապրելատեղ չունի։ Իսկ ձեր հիպոթեք վարկերն էլ այնքան մեծ տոկոսայնությամբ են, որ երիտասարդը ուղղակի վիճակի չէ, 20 տարի անընդհատ պետք է վճարի, որպեսզի կարողանա, չգիտեմ, 4 քառակուսի մետր ունենա։ Հերիք է ստեք, հերիք է ձեր ստերը այլևս չեն կերագրում ոչ ամբոխին, անգամ ձեզ պաշտող, ձեր լափամանից ծնվող ամբոխին չեն կարողանում կերակրել։ Հաջիևը ի պատասխան ձեր բարեկամության այցերի և նման ապուշությունների Քեմալական պայմանագրի, Քեմալի պուջուրներ, այսինքն Նիկոլ և Քպ Նիկոլազավրեր, Հաջիևը հայտարարում է, Ալիևի խորհրդական Հաջիևը հայտարարում է, մեր իրենց Նախիջևանի պայմանագիրը 100 տարվա արդեն վաղուց ավարտված է Նիկոլ, ուր է ձեն չես հանում, Նախիջևանը վաղուց պետք է վերադարձված լինի Հայաստանին, մեր Նախիջևանի քարքին, ասում է Թուրք Հաջիևը,
Այսինքն մեր Տիգրանաշենը, որտեղ ապրում են, դարերի վեր ապրել են հայեր, մեր Տիգրանաշենը, ժամանակն է վերադարձնելու, դա ի պատասխան Նիկոլի խաղաղության է, և ևս մեկ անգամ ապացույց, որ թուրքը երբեք խաղաղության չի գնալու, որ թուրքի հետ ոչ թե եղբայրություն, այլ հարևանություն էլ անելն անհնար է, եթե դու չունես զենք, եթե դու չունես զորք, իսկ ինչ մնում է Ալիևին ասացին, որ այլևս լինելու է խաղաղություն լինելու է միայն Հայաստանի հաշվին, Հայաստանի հողերի հաշվին, Նիկոլը մինչև Երևան պատրաստ է տալ, իր ֆեյսբուքյան էջը բացեք, ես դրել եմ իմ էջերում, ու նայեք, ասում է, որ այն ամբողը, որը որ ինձ բերել է իշխանության, Նիկոլը իր էջում է դա գրում, Նիկոլ Փաշինյանը, Նիկոլապաշտ ապուշների համար եմ հատուկ ասում, պատրաստ եմ գնալու Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որովհետև ինձ այդ նույն ամբողը կոչնչացնի, Նիկոլը միայն իր կաշվի, իր մաշկի, իր կյանքի համար է վախենում, ոչ թե պետության, դա կա իր էջում, ու ցավոք սրտի, չգիտեմ հիմա ջնջել է թե չէ, ցավոք սրտի այդ ժամանակ, երբ մենք դրան հետևում ենք և արել ենք կոպիա, չի հասցրել ջնջի, կա, ու եթե մեր լեզուն փակում եք, փորձում եք փակել հայրենիք պաշտպանողների խոսքը, բոլոր նրանց եք լռեցնում, ովքեր որ չեն սնվում այս կամ այն լափատաշտակից, դուք գիտեք, ցուցակով գիտեք ովքեր են իրականում հայրենիք պաշտպանում, ու դուք մեզ եք փորձում լռեցնել, որովհետև գիտեք, որ մեզ ոչ ձեր պաշտոններն են պետք, ոչ պետք են ձեր տված լափն ու գումարները, որտև գիտեք, որ մենք մի բան ունենք կորցնելու հայրենիք, ու այդ հողի համար ենք կռիվ տալիս, եթե որևէ մեկին պետք է փող կրկնում եմ, ինձ պետք է հող, որովհետև հողն է, որ հայրենիք է կոչվում, հողի վրա են տուն սարքում, որտև եթե դու չունես հող, դու ազգ չես, իսկ հայերը երբեք գնչու չեն եղել, թեև ունեցել են միշտ գաղթ, թեև ունեցել են միշտ աշխարհով մեկ սփռված են եղել, բայց հայերը միշտ ունեցել են Հայաստան, ունեցել են հայրենիք, ու դա մեր սուրբ պարտականությունն է, բոլորիս, մեծից փոքր, անկախ կրոնի պատկանելիությունից, կրոնի եմ ասում, որովհետև Հայաստանում կան նաև մեր եղբայր եզդի ժողովուրդները, որոնք մեզ հավասար, մեր հետ միասին անցել են կոտորած, եզդիների մասին է խոսքը, ոչ թե քրդերի, ու մեզ հավասար Արցախ են պաշտպանել, հիմա էլ Հայաստան են պաշտպանում, ու պետք չէ ասել ինչի են եզդիները պաշտպանում հայ առաքելական եկեղեցի, որովհետև այդպես նրանք պաշտպանում են Հայաստանը, ու դա նաև նրանց հայրենիքն է, Հայաստանը բոլոր նրանցն է, ժամանակին Նիկոլայ առաջին ցարը, ռուսական, ասել է մի պարզ նախադասություն, որի ես հիմա կփորձեմ հայերեն ձևակերպել. Русским называется тот, кто готов жизнью и всеми своими силами защищать Россию. Հիմա ես ասում եմ դա Հայաստանի համար, բոլոր նրանք, ովքեր որ ունեն սրբություն Հայաստանի Հանրապետություն կոչվող, բոլոր նրանք, ովքեր հայկական մշակույթը, հայկական կրոնը, Հայաստանի լեռնաշխարհը ընդունում են որպես սրբություն ու պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու այն, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, նրանք հայեր են, հոգեբանություն, հայ լինելը, դա հոգեվիճակ է, ոչ թե միայն արյուն ու գենետիկա, որովհետև շատ հաճախ գենը խառնվում է թուրքական գեներին և մենք ունենում ենք քեմալական պայմանագիր, քեմալի պուջուրներ, ԿՊ, ինչը որ ունենք այսօր։ Հիմա ուզում եմ, չգիտեմ անգամ, ցավակցեմ ոստիկանությանը, թե շնորհավոր եմ,
Ձեր այդքան աճեցրած այդ որ ձեզ լավ լապ է տալիս, այդ պարգևավճարները խոշոր։ Հիմա բանակը կրճատելու դեպքում առաջին իսկ պատերազմական իրավիճակի ժամանակ ձեզ է քշելու սահման, որովհետև այլընտրանք չի ունենալու։ Դա միշտ նկատի ունեցեք, ասել եմ, չէ, խոզին կերակրում են տոն օրերից առաջ մորթելու համար միայն։ Իսկ են խոչկորին, ես նրա միշտ խոչկոր եմ ասում, ու դա ճիշտ իրա սինոնիմն է, Ալեքսանյան Վահագին, այդ որ Մայկա Տարուսիկի կռիվ է իրանում։ Հիմա գնատես ինչ վիճակ է բանակում։ Ձեր ուղարկած կերը, այդ որ մեծ գովազդներ եք հանձնում, մեր բանակը կլուբնիկա է ուտում, կլուբնիկայով տղերքին տարակ կոտորեցիք։ Հիմա անցել եք ձավարի, չէ։ Հիմա արդեն զինվորը ձեզ պետք չի, որովհետև որոշել եք, որ Հայաստանը պետք է դառնա արևելյան Ադրբեջան, չի լինելու նման բան։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա գոնե մեկ կին, տղամարդ արդեն չեմ ասում, որտեղ տղամարդկանց ձենը չի ելնում արդեն քիչ, գոնե մեկ կին, որ ի վիճակի է զենք առնելու ցանկացած թուրքի դեմ ներսի թե դրսի, Հայաստանը դուք չեք դարձնելու Ադրբեջան, Հայաստանը չի թուրքանալու, չեք սուննաթելու, հիշեք դա։ Ու են որ դու հիմա եկեղեցիներով հուդաներ ես գտնում և պատարակների տենց իմիտացիա ես անում, Փաշինյան Նիկոլ, Փաշիև Նիկոլ, ազաններիդ համար, ձևափոխված ազաններիդ համար, դու ընդամենը օգնում ես այ առաքելական եկեղեցուն զտվելու, ինչպես որ զտեցիր քաղաքական դաշտը, ու այո, ուզես թե չուզես, ուզեն թե չուզեն, բոլոր օպոզիցիոն ուժերը միանալու են քո դեմ այս ընտրություններին, միանալու են, չհավատաս, որ քո այդ վարձավճարը, քո այդ տված եվրո լափը կարողանալու է նորից ամբողին հանել օպոզիցիայի դեմ, ամբողին հանել ազգի դեմ, ու դու ես անգամ կարողանալու ես կրկին կեղծարարությամբ անցնել, չի լինելու։ Փողոցային պայքար եթե չկա, դա չի նշանակում, որ ժողովուրդը այդ պայքարի կարիքը չունի, դա նշանակում է, որ ուղղակի այլևս ավելորդ է փողոցային պայքարը, ուղղակի ավելորդ է։ Փողոցից եկածին փողոց են շպրտում, բայց ոչ մի ուրիշ փողոցային ձևերով, այլ ավելի կիրթ, ավելի գիտակից, ավելի ուժեղ, բռունցքով, կրկնում եմ, եթե այգիտ անասուն է մտնում ժողովուրդ ջան, նրան փայտով են լարում, երբեք ասելով գնա այգուց, ոչ մի անասուն այգուցը դուրս չի գալու, նույնը քեմալական պայմանագրի գոմի մասին է, ժողովուրդ ջան, կրկին բոլորիդ, չեմ ասի հրավիրում եմ, բայց ուրախ կլինեմ տեսնելու, իմ կողքին, եթե վստահում եք, իմ խոսքին, եթե գիտեք, որ ես իսկականից պատրաստ եմ պայքարելու երկրի համար, վաղը Աչափնյակ 1 հասցեի դատարանում 14:00-ին բոլորիդ ներկայությունը ցանկալի է, որովհետև դուք դա իմ ուժն եք, ու ոչ թե ձայների համար կամ շատ ու քիչ լինելու, այլ այն համոզմունքի համար, որ իմ ուղին ճիշտ է, իմ ճանապարհը նահանջ չունի, եւ որ այո, պայքարելու եմ մինչև վերջ, եւ ոչ ինձ, ոչ Լիդիային, ոչ ցանկացած կնոջ, ով որ արդեն անցել է ֆիդայական շարժման, Նիկոլ, դու քո թուրքերով, դու քո սաֆարովներով ներսի թե դրսի չես վախեցնելու, որովհետև համոզված եղի այդ սաֆարովներդ միայն քնած մարդկանց վրա են հերոս, արթնանալու դեպքում մենք բոլորս, ամեն մեկս 100-ի դեմ կռվել ենք, մարտնչել ենք, ամեն ձևերով, կռվելու ենք, մարտնչելու ենք
որպեսզի ունենանք վաղվա Հայաստան, հայավայել Հայաստան, հայապաշտ Հայաստան, որպեսզի մեր երեխաները հայերեն խոսեն, ստիպված չլինեն օտար երկրներում թափառելու եւ օտար լեզուներին ձուլվելու, օտար ազգերին ձուլվելու։ Օդի մասին, Ավինյան Տիգրան, այդ քեզ թվում էր, եթե ինձ անօրինական մանդատից զրկել ես, ես դադարել եմ հետևելու քո այլանդակություններին, հա, Երևանում շնչել հնարավոր չի, բոլոր աշխատանքային ժամերին նորմալ տրանսպորտ գոյություն չունի, Քաղաքը այլանդակ վիճակ է, որովհետև բոլոր ծառերը կտրել ես, ինչ է իրաճեցնում, սակուրի է իրաճեցնում, ինչ է իրան, ոնց հասկացա գեյշաներին բերել ես, սակուրիները մոռացել ես, չէ բերես։ Կենտրոնում մի հատ ծառ չկա նորմալ, որ կարենան ցրտին կամ շոքին տակը կանգնի մեկը, հա ժողովրդի լեզվով ասեմ։ Քաղցկեղի բուն է սարքել Երևանը, փոշի շինարարություն, քրտնած շինարարություն ես անում համար Ադրբեջանից Երևան վերադարձող թուրքերի 300,000 ընտանիք պտի հա տեղավորես Երևանում, գրզո երամանն ես կատարում։ Տիգրան Ավինյան, քեզ չթվա, թե քո այդ լափը, հիմա էլ նոր գումար է ստացել 70 քանի հոգու, այսօր տղաներն էին ուղարկել 70 քանի հոգու ազգականների տեն աղքատ ազգականներ արդեն ներքին խավն ես տեղավորում աշխատանքների, չէ։ Քաղաքապետարանի ցանկացած գործողությունների ես հետևում եմ ուշիշով։ Ավինյան Տիգրան, դու Երևանը դարձրել ես, վառել ես Զիբիլանոցը իբր թե որ ինչ, ինքը իրեն վառվեց, հա։ Բա բերել էին, որպեսի գործարան դնեին, այդ աղբը վերաձև բանան էին, օգտագործեին, ինչի թույլ չտվեցիր ներդրում անեն, որտև քեզ դա պետք չէր, որովհետև քթերդ քաշելուց հետո քեզ ուրիշ բան պետք չի լինում, չէ։ Երևանում օրորի վրա հիվանդությունները շատանում են, օդ չկա շնչելու, Երևանցին Երևանից դուրս է գալիս, որպեսզի կարողանա գոնե շաբաթ կիրակի օրերը, որ աշխատանքային չի, չնայած օրորի վրա աշխատանքներն էլ են կրճատվում, աշխատատեղերը, բայց դուրս է գալիս, որպեսզի գոնե երեխաները կարողանան մաքուր օդ շնչել։ Երևանում չկան գործող գործարաններ, առաջվա նման, բայց օդը օրորի վրա խայտարակ ձևի անթթվածին է դառնում, որովհետև արդեն ժողովրդի թթվածինն էլ եք փակել։ Ու լավ տղա չխաղաս էդ քո բերած ես շատ գիտեմ Մուկուչյաններով, Գուկուչյաններով ես շատ գիտեմ Իվետա մի քանի բանը ստրիպտիզ պարող ամբարոյական ես ճարել բերել գցել մեջտեղ քեզ թվում է գործ ես անում։ Դու իհարկե այն գլխից էլ ոչինչ չէիր անում նորմալ կահավորած սենյակը քանի միլիոնի նորից ինչ ես արել ռեմոնտ ես արել, հա, քո լեզվով ասած։ Ու ինչքան փող ես այդ արանքում հասցրել, խժռես, գոնե մի քանի օպել կարողանալու ես հորդ համար առնել, այդ որ հիմա որոշել ես, հիմա էլ օդի հաշվին։ Քաղցկեղի բուն է երևանցիներ Երևանի օդը, օրորի վրա հիվանդությունները շատանում են, հիվանդանոցներում արդեն արկա են դեպքերը, թոքերի, սրտի աշխատանքի, ինչ ստենդներ եք բերել, չգիտեք ում վրա ծախեք, հա, չգիտեք ոնց ծախսեք, որոշել եք ժողովրդին խեղտել, հայր գոնե ինստինկտ չունեք ինքնապաշտպանվելու, լավ չեմ հասկանում, այդ էլ հոաթորակռիվ չի, բնակարանները սեփական չեն, այսինքն դուք հնարավորություն չունեք 5-րդ հարկում ծառ տնկելու բնական է, ուրեմն պետք է պահանջեք դա նրանից, ում որ վստահել եք քաղաքը, այսինքն չեք էլ վստահել, դոգի բերած Ավինյան Տիկոյով,
Ուրեմն գնացեք այդ նույն դոգից էլ պահանջեք, որ իր ավինյան տիկոին ասի, այդ կտրած ծառերի տեղը գոնե լավ, խնձորի ծարդիր, հա, որ սակուրի չկարացիր բերես, այդ էլ հո Հայաստանում համարյա ձրի է։ Ես հասկանում եմ, որ հիմա անցել եմ ժողովրդական լեզվին, բայց ժողովուրդ ուրիշ ձև չկա ձեր հետ խոսելու։ Հայհոյում ենք, ասում եք հայհոյեցին, դա ձեզ հարիր չի։ Քաղաքավարի ենք խոսում, ասում եք աթոռ եք ուզում։ Ձեր լեզվով ենք խոսում, չգիտեմ, մեկ-մեկ տեղը հասնում, մեկ-մեկ չէ։ Ես այլի տակը սկսելու են Նիկոլի ֆեյքերը գրելը։ Սենց, նենց, մեկին շրտներ կդուր չի գալու են, մեկին արա երկիր եք կորցնում։ Ձեր պրոբլեմը, ես ու իմ անձնենք կամ ինչ-որ մեկինը, այդ որ մտնում եք տակ ապուշ դուրս եք տալիս։ Չեք հասկանում, որ դուք կորցնում եք ձեր երեխաների ապրելու տեղը, գնալու եք ուրիշ երկրում ապրեք, ձեզ թվում այդ ուրիշ երկրում։ Ավելի լավ են ձեր երեխաները զգալու իրենց, քան այստեղ։ Դուք հասկանում եք, որ դուք մնալու եք ուղղակի թափառական, եթե պետություն չունենաք, որ երկրում էլ, որ ապրելուց լինես հայ, եթե դու չունես հանգրվանելու վայր, դու ազգ չես, դու պետք է ունենաս քո հանգրվանելու վայրը, քո ազգի հանգրվանելու վայրը, որպեսզի չասեն գնչու ես, իսկ նրանք, ովքեր վախենում են, որ Նիկոլը գնա պատերազմ է գալու, Նիկոլը որ գնաց, պատերազմ չի գալու, Նիկոլը որ գնաց նորմալ հայկական պետություն է լինելու, ձեր երեխաները անիմաստ չեն զոհվելու, թուրքը չի հանդգնելու պատերազմել, եթե Նիկոլը չգար, պատերազմ չեր լինելու, ես ավելին ասեմ, գիտեք ինչի համար, որովհետև եթե դու չլինելով կոշկակար, կոշիկ կարել չիմանալով, կոշկակարի բուտկա ես մտնում ու կոշկակարին էլ հանում վռնդում ես ենտեղից, ապա պատրաստ տեղի, որ բոբիկ ես մանգալու։ Նիկոլ բերեցիր, դրեցիր գերագույն գլխավոր հրամանատար, մարդու, որ բանակից փախած էր, որ ընդհանրապես ռազմավարությունից ու ռազմագիտությունից զրեր, մնացած բաներից էլ չասեմ արդեն, ուզում էր հաղթեիր, ուզում էր Աննային գցեիր բունկեր, ու գեներալները մի հատ Աննայով պետք է հաղթեին, չեք կարծում, որ ոչ բոլոր գեներալներն են սիրում շարքային անբարոյականի, ու հիմա էլ եկել եք, ասում եք դե Նիկոլն ինչ անի, նախկին ու ներկա եք անում, ամփոփ ենք ժողովուրդ ջան, հարկավոր է համախմբվել կրկին, օպոզիցիոն բոլոր ուժերին հարկավոր է մի կողմ դնել ամեն ինչ, ամեն անգամ ես դա ասում եմ, բայց չեմ հոգնի կրկնելուց, հիմա կամենակ մի խնդիր, ինչի վրա էլ հենց Նիկոլը աշխատում է, փորձում է պառակտել, կամենակ Նիկոլազավրեր խնդիրը, Քեմալական պայմանագիր ՔՊ, նրա Արբանյակ հանրապետություն, կուսակցություն Ալամիկ քույրիկը Արամ Սարգսյան, Զավենի Սարգսյան, Արամ Զավենի Սարգսյան, այսինքն սպարապետի եղբայր կոչեցյալը, և նրանց Նիկոլա թուրքազավրերը, հարկավոր է երկիրը ազատել նրանցից, հարկավոր է հայկական հաղթող թագավորների գահը ազատել Նիկոլա ճիվաղներից ու Նիկոլի նման թափթփուկից, զիբիլի տեղը զիբիլանոցն է, աղբի տեղը աղբամանն է, ժամանակն է, որ ՔՊ-ն հայտնվի իր աղբամանում, ժողովուրդ, բոլորիս գործն է դա, մի ասեք ես ինչ կարող եմ անել, ես սովորական, ուսցիչ եմ, պատշար եմ, չգիտեմ, էլով եմ, ով ուզում ես եղիր, մեր բոլոր հրամանատարները քլունգը գցել են ու գնացել են կռիվ երկիր պահելու ու դարձել են սպարապետներ ու դարձել են հրամանատարներ ու երկիր են պահել, սա բոլորիս գործն է
ու հարկավոր է բոլորով միավորվել։ Կոչս համայն հայությանը անտարբեր մի նայեք ձեր երկիրը քանդելուն։ Թուրքի հետ եղբայրությունն անհնար է, հասկացեք, Թուրքի հետ ընդհանրապես շփվելը անհնար է։ Ոնց է շփվելու Թուրքի հետ, եթե քո որդուն թուրքն է մորթել։ Ոնց է շփվելու, ոնց է զոհվածի որդուն ասելու, որ այդ թուրքը, որ պապայից սպանել է, նա լավ թուրք է։ Չի ուզել սպանել, ուղղակի սպանել է, որպեսզի ձեր տունը խլի ձեռիցդ։ Ուշքի եկեք ժողովուրդ, ուշքի եկեք և կրկին վաղը բոլոր ինձ հավատացողներին, իմ համախոհներին ուրախ կլնեմ տեսնելու իմ կողքին, որպեսզի ուժ ունենամ կրկին պայքարելու, չնայած պայքարելու եմ, քանի դեռ շնչում եմ։ Նիկոլի ու թուրքերի դեմ պայքարելու եմ միշտ, որտև Նիկոլը նույն թուրքն է։ Բոլորից սպասում եմ վաղը Չափնյակ 1-ում 14:00-ին։ Ես եմ շնորհակալ։